Գավառի երիտասարդների տուն, բաց երիտասարդական կենտրոնը հյուրընկալել է դերասանուհի Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ջուլիետտա Ստեփանյանին։ Հանդիպման նախաձեռնությունը Գավառի երիտասարդների տուն, բաց երիտասարդական կենտրոնի համակարգող Անի Պետոյանինն է։ Այսօրվան շատ երկար ենք սպասել ու այն որ երիտասարդները այսօր ունեցան այն հնարավորություն ձեր հետ կենթանի շփման ու ծանոթանալու ձեր կենսուրախ կերպարի հետ, դա իրապես մեծ ձեռքբերում է մեր բոլորիս համար։ Շնորհակալություն, որ պատմեցիք ձեր ներկայությամբ մեզ այսօր մեր համայնքում, մեր լուսավոր կենտրոնում, որովհետև այս կենտրոնը զուտ պատեր չեն։ Ճիշտ է, ինքը ֆիզիկական երկու գույնից բաղկացած պատերով տարածք է, բայց տարվա ընթացքում այս կենտրոն շատ երիտասարդներ են գալիս ու երիտասարդների հիմնական նպատակը կենտրոն մուտք գործելուց բացահայտել հենց ինքներն իրենց։ Ես իհարկե գյումրեցի լինելով Գյումրիում չեմ աշխատել, բայց Գյումրիում յուրախաղերի եղել եմ Հրազդանում, Քյավառում հրաշալի ընդունելություն ունեցավ, որ ասում են ժողովրդական լեզվով ջիգյարով մարդիկ ընդունեցին ու ես չի կարողանում բեմից դուրս գալ հաճույք ես ստանում այդ ժողովրդից։ Հանդիպման հենց սկզբից ձևավորվում է անկեղծ ու անկաշկալ մթնոլորտ։ Սիրելի դերասանուհուն ամենատարբեր թեմաներով իրենց հարցերն են ուղղում երիտասարդները, այդպիսով իրենց համար բացահայտելով եւ ամբողջացնելով նրա կերպարը։ Կա մարդ ձեր կյանքում, որ ձեզ ոգեշնչում է։ Աստծուն ես պապա եմ ասում, ու այդպես եմ խոսում իր հետ, կենթանի Աստծու նման, ես ամենուր եմ խոսում իր հետ։ Իմ պապաս ինձ ոգեշնչում։ Դերասանուհին էլ պատրաստակամորեն ու սիրով զրուցում է երիտասարդների հետ, ներկայացնում կենսական ու աշխատանքային իր փորձը, նրանց խորհուրդներ տալիս ու մաղթանքներ հողում։ Ինչքան էլ ուզում ա բարձրագույն սովորեք, ինչ էլ աշխատեք, ինչ էլ չանեք, եկեք հետ վերադարձեք, պահեք ձեր երկիրը, ձեր քաղաքը, ձեր գյուղը, ձեր գավառը, ձեր ամեն ինչը պահեք։ Հանդիպումը եզրափակվում է Գավառի շնորհալի երիտասարդների գեղարվեստական ողջույններով եւ կրկին հանդիպելու ակնկալիքով։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։